229 փակված դպրոց, կրթության որակի անկում, ազգային ինքնությունից կտրված դասագրքեր ու հանրակրթական համակարգում կուտակվող խնդիրներ։ Այս ամենի մասին ահազանգ է հնչեցնում ազգային կրթության խորհուրդը, ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության վերջին տարիների աշխատանքի վերաբերյալ իր զեկույցը։ Խորհրդի անդամ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատում է, վերջին 7-ից 8 տարիներին Հայաստանի կրթական համակարգը ոչ թե առաջընթաց է արձանագրել, այլ զգալի հետընթաց։ Հայաստանում վերջին 7-8 տարվա ընթացքում տեղի է ունեցել կրթության ոլորտի համակարգային կազմաքանդում։ Եվ այդ մենք հետազոտության արդյունքներով ենք ցույց տալու, մասնավորապես դպրոցների փակման խնդիրը ամենացցուն եւ ամենաշատ տարածում ստացած մեր հետազոտության արդյունքներն ենք այսօր ներկայացնելու։ Այս գնահատականը միայն կարծիք չէ։ Խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի իրականացրած հետազոտությունը թվերով ու փաստերով ցույց է տալիս, նախարարության մի շարք որոշումներ համակարգային խնդիրներ են ստեղծել։ Շերտ առ շերտ վերլուծելով վերջին տարիների փոփոխությունները, Ներսիսյանը ներկայացնում է դրանց ազդեցությունը կրթության բովանդակության, ազգային բաղադրիչի եւ կրթական որակի վրա։ Ապազգայնացումը երկու փոխկապակցված շերտերով է արտահայտվում։ Առաջինը դպրոցում ուսուցման ու դաստիարակության գործընթացում ազգային քաղաքակրթական բովանդակություն ապահովող առարկաների ժամանականակի միտումնավոր կրճատում է տեղի ունենում եւ երկրորդը այդ առարկաների բովանդակային աղքատացում է տեղի ունենում։ Խորհուրդը ոչ միայն արձանագրել է խնդիրները, այլ նաեւ մշակել է առաջարկների փաթեթ կրթական համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ներկայացնում ենք մի քանի այլ բան, օրինակ արժեքային համակարգի ձևախեղումը եւ ընդհանրապես արժեքներից զուրկ կրթության ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Կրթական դաշտում վտանգների մասին ահազանգ են հնչեցնում նաև դպրոցների ղեկավարները։ Կարին Տոնոյանի համոզմամբ պետության ճգնաժամը հաճախ սկսվում է հենց դասասենյակից, երբ կրթությունը կորցնում է իր արժեքային ու ազգային հիմքը։ Շատերը թողնում են հայրենիքը, հեռանում են, որովհետև շատ դժվար է եւ դու ես կառուցում, առավել եւս եթե քեզ այդպեսին չեն կրթել, շատ հեշտ է գնալ ուրիշի կառուցած պետությունում վայելել կյանքը գոյատևել։ Եվ այս ապակրթական, հակակրթական միջավայրը քայքայում է ներսից պետությունը, ժողովրդին դարձնում է անհավատ, այլևս ինքը չի հավատում այս երկրում իր երեխայի ապագային եւ հետեւաբար կրթությունն արդեն իսկ դառնում է ինքնանպատակ։ Որպեսզի կրթությունը չդառնա ինքնանպատակ, անհրաժեշտ է պայքարել հանրակրթության համակարգում արձանագրված մի շարք խնդիրների դեմ, ինչպես ազգային կրթության խորհուրդն ունի լուծումը։ Այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է ձևավորել այլընտրանք, բայց այլընտրանքը ոչ թե պետք է լինի հատվածային, ինչ որ դասագրքերի բովանդակություն փոխենք, ատեստավորման կարգ փոխենք, տնօրենների ընտրության ձև փոխենք, այլ պետք է լինի համակարգային։ Կրթությունը պարզապես գիտելիք փոխանցելու համակարգ չէ, այն պետության ապագան ձևավորող անվտանգային հնասյուն է։ Երբ փակվում են դպրոցները, փոխվում են արժեքային շեշտադրումները, իսկ որակի վերաբերյալ հարցերը մնում են անպատասխան։ Վտանգվում է ոչ միայն կրթական համակարգը, այլև երկրի վաղվա օրը։ Ազգային կրթության խորհուրդը վստահեցնում է լուծումներ կան։ Հարցն այն է, կլսեն արդյոք պատասխանատուները։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։